Կներկայանաք նախ։ Ներկայանում Պետրոսյան Հովանես, նաև ինչ եմ աշխատում, հա։ Մասնագիտությամբ փորձագետ հաշվապահ եմ, PHP Partners խորհրդատվական ընկերության տնօրեն։ Միասնության թևերի անդամ։ Միասնության, չէ, անդամ չեմ, հարում եմ միասնության թևերին, գաղափարակից եմ միասնության թևերը։ Ինչ ակնկալիքով եք մասնակցում ընտրության։ Այն ակնկալիքով եմ մասնակցում ու վերջո եթե մի բառով ուզենամ ասեմ կամ երկու բառով, որ ունենանք արժանապատիվ ապագա։ Մենք կորցրել ենք մեր արժանապատիվ ապագան։ Դա ամենասարսափելին է մնացած բոլոր գաղափարները։ Փաշինյանը որ ասում էր ապագա կա, ապագա, սա այդ ապագան է, որը արժանապատիվ։ Ապագան միշտ կա, բայց ինչ տիպի ապագա կա։ Ես ուզում եմ արժանապատիվ ապագային, որ մենք ունեցել ենք գոնե խորհրդային ժամանակներից սկսած մինչև 18-20 թիվը։ Մենք ունեցել ենք ապագա ու մենք կարողացել ենք բոլոր տեղերը ներկայանալ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ բոլոր բնագավառներում՝ երաժշտություն, սպորտ, կրթություն։ Երեխեքը գնում են օլիմպիադաների, գալիս են հաղթանակով։ Այսօր մեր ապագան, մեր ճակատը պարզանողները այդ երեխեքն են։ Սպորտսմենները գնում են այնտեղ որտեղ ուժերը չի հերիքում։ Կներեք ռուսերեն բառն ասեմ, չերեզ նի մագու ուզում են հասնել այդ բանին, իրանք պահում, բայց ամբողջ ազգը պետությունը ժողովուրդ խարխափում ենք, անհասկանալի վիճակի մեջ է։ Ինչի՞ց եք դժգոհ Նիկոլ Փաշինյանից, թոշակները բարձրացրեց, նա ջուրը կտրում էին, միջամտեցին։ Իրեք արժանապատիվ, ասեմ ինչից եմ դժգոհ։ Երբ որ ես առաջ գնում եմ, ես իմ մասնագիտությամբ շատ եմ շփվում միջազգային կառույցներում ու հանդիպում եմ այդ թվում նաև ադրբեջանցիները, սկսած 80-ական թվերին, երբ որ համալսարանից գնացել եմ ուսանողական գարունների իրանց հետ շփվել եմ, երբ որ գնացել եմ սովետական միության առաջնություններին մրցումների շփվել եմ, երբ որ դրանից հետո ԱՊՀ երկրների տարբեր մեթոդական խորհուրդներ կար ու բոլոր տեղերը հայերը ունեցել են շատ բարձր դիրք, շատ բարձր արժանապատվություն, շատ բարձր հարգանք։ Գիտեք, նյութականը չի կարևորը, առաջնայինը հոգեկանն է, հոգևորն է։ Դու հոգևորը ունես, որ նյութական տեր բան անի։ Ճիշտ եք ասում, աշխարհը գնում է դեպի սպառող հասարակության։ Կեր, խմի, կներեք կենթանական բնազները բավարարի, չէ, դա ապրել չի։ Մարդը պետք է հոգին ներդաշնակ լինի, հոգի բնության հետ, մարդկության։ Դուք պատկերացնում եք ազգային արմատներից կտրվես ու կարող ես երջանիկ լինել։ Մանկուրտ ենք դառել։ Չինգիզ Այթմատովի մանկուրտը կարդում ես, մեզ սարքում են մանկուրտ։ Չեմ ուզում մանկուրտ լինեմ։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, ես իմ գաղափարներով աջակողմյան ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներ։ Ժողովուրդ, այս վերջերս շորտ այս բան եմ լսել, որ ասում են կրթությունը նորաձև է։ Ես ներողություն սկսած հին Հռոմից ու դրանից առաջ գնանք շումերներից սկսենք, կրթությունը նորաձև չի, կրթությունը կենսակերպ է։ Առանց կրթության ոչ մի բան չի, ինչ նորաձև։ Նորաձևը ո՞րն է։ Այսինքն որ լավ է սովորում, շատ գիտելիքներ ունես ու կարող այդ նորաձևը։ Չէ, ես գտնում եմ, որ դա կենսական անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Նա ո՞րն է Փաշինյանի ամենամեծ ձախողումը, աններելի սխալը, որը դուք որևէ կերպ սխալը, որ Ղարաբաղը այսօր զավթվածա չասեմ մնացածը կարող է լավ չարտահայտել, մերը չի, զավթված է։ Ես գործի բերումով ամեն ամիս Սխալը կներեք ինչ 15 տարի ամեն ամիս ես մի շաբաթով գնում եմ Ղարաբաղ։ Մեր գործի բերումով շփվել եմ։ Ես 18 թվին եմ Նիկոլ չեմ ընտրել, եթե խոսքը դրա մասին է, որովհետև իմ գաղափար ընտրել եմ դաշնակներին 2-3 անգամ, հիմա արդեն տեսնում եք ում գաղափարակիցը։ Չեք ճամբարափոխել։ Չեմ ճամբարափոխել, իրանք էլ չեմ միասնվել։ Իմիջիալոց միակ գործող կուսակցությունը, որ կարող ես ասել կուսակցությունը իր կառույցներով ու բանով, դաշնակցությունն է։ Հիմի չասենք մնացածն ուրիշ երկրորդ կուսակցություն կա Հայաստանում, որ կուսակցությունն է իր ամեն ինչը։ Բայց ներողություն, հա, հիասթափություն ունեմ, որտեվ չկարողացան այդ վիճակից մեզ, հետո գիտեք ինչը, միշտ ազնիվ ես, պատեհապաշ չպտիլ ես, պայի հետևից չպտի գնաս։ Ես չեմ ուզում դաշնակների մասին որևէ բան ասեմ, որովհետև այսօր կարծես թե իրանց մասին չի խոսքը, ու ես ասեմ, որ իրանց նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ, եթե այդ բանով ասեմ։ Բայց ես այսօր գտնում եմ, որ մեր ժողովրդի համար ամենատեղին մոտեցումը գաղափարախոսություն դա աճ պահպանողական ազգային գաղափարախոսությունն է, դա կլինի պետական քաղաքականության բնագավառում, դա կլինի ազգային քաղաքական, սոցիալական քաղաքականության բնագավառում,
ես գտնում եմ եւ ոչ միայն բոլոր բնակավարները չպետք է աստիճանաբար պետք է զարգացումը գնա։ Գիտեք, երբ որ մի բանը շատ արագ, երբ որ ճաշը դնում եք ուժեղ կրակի վրա եփում եք, ինքը համով չի։ Երբ որ կամած եփում եք, ինքը համով անում։ Պրոցեսներն է, չեմ ասում որ այս առաջընթացներին դեմ քավլիցի չես կարող։ Եկեղեցին էլ այսօր մեր արհեստական բանականությունից էլ է արդեն օգտվում տարբեր, բայց այդ process-ը աստիճանական տեղի ունենա, ոչ թե միանգամից ուրանալ։ Հիմա միասնության թևերը ուզում է գալ իշխանության, որ առաջնահերթ որ խնդիրները լուծի, ինչ անի։ Կարծիքով ես իշքան ես հասկանում եմ, դա պահպանողական գաղափարախոսությունն է, ազգային գաղափարախոսությունն է, որտեղ իրանց բոլոր եւ ելույթները եւ ամեն ինչը, որ ես կարդում եմ, տեսնում եմ, դա պահպանողական գաղափարախոսություն է, ազգային պահպանողական, եթե մենք ազգայինը կորցնենք, մենք դառնում ենք մանկուրտ։ Այսօր արդեն այդ վտանգի առաջ ենք կանգնած։ Կարծես թե քայլ ուզում ենք, գիտեք ինչ, այն հոտը որ գնում է ուզում է բանից ընկնի ժայռից ներքև, մենք այդ վիճակին հիմա ուզում ենք, որ այս ուժերը որ գան, աճ ուժերը, ազգային ուժերը, բոլորը իրար հետ միավորվեն ու մեզ բերեն այն վիճակին, որը ես գտնում եմ, որ ինքը մեր ավելի ստաբիլ վիճակն է եղել։ Իշխանականները ներողություն շատ ոգևորվել էին այն տեսարանից, երբ Փաշինյանը Թրամփի հետ մի սեղանի շուրջ նստել էր, ասում էին, դե տեսեք ինչ երկրի ղեկավար ունենք Թրամփը երեք իմացակ ինչ է եղել, երեք գիշերը հարվածել է մեր ամենամոտիկ դաշնակից չեմ ուզում ասեմ դաշնա, հարևանի։ Հիշենք, որ այդ բոլոր ճանապարհները որ փակ էր, Իրանից էր Հայաստան գալիս կենսական անհրաժեշտ։ Այսօր ինքը խփել է ու ինչի համար այն դեպքում։ Երբ որ ասում են, որ բանակցությունների հաջորդ փուլը Ժնևում շարունակվելու է։ Մի երկու օրից կարծես թե պետք է շարունակվի, եթե չընթանում մարտի 2-ին։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն իրա կողքը որ նստում են այդ լավ է։ Հատուկ լավ կլներ որ սովորացնեն, որ Հայաստանը Ալբանիա չի, չգիտեմ էլ ոնց ասեց, Արմենիա է, գոնե սովորացնեին։ Չեմ կարծում, որ այդ ամենա բանն է։ Շնորհակալություն։ Կներեք, որ շատ բուռն խոսեցի։